Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, ես այս եթերը նվիրել եմ մի դեպքի, որը տեղի է ունեցել Երևանում, դեպք, որի հետևանքով մարդը մահացել է։ Ծեծված մի տղամարդ, որը մահացել է այդ ծանր մարմնական վնասվածքներից եւ այդ գործի քննությունը հասել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին եւ քննվել է դատավոր հանրահայտ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից եւ այդ դատավորը որպեսզի փոխարենը կայացնի արդար դատական ակտ կայացրել է մի այնպիսի դատական ակտ, որը որևիցե կերպ, որևիցե պարագայում չէր կարող ընդունվել։ Ես ուսումնասիրեցի դատական պրակտիկան, Dataleg Skype էջում զետեղված բոլոր այն դատական ակտերը, որոնք վերաբերում էին նմանատիպ հանցագործություններին եւ գեթ մեկ դատական ակտ չգտա, որտեղ մարդուն պատճառեն ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով մարդը մահանա, բայց այդ պատճառողը ըստ էության մահ պատճառող անձին չդատապարտեն գեթ մեկ օր ազատազրկման։ Բայց դրա հետ մեկտեղ մենք ունենք համեմատություններ, թե ինչպես են դատապարտվում կամ ինչպես է մարդը հայտնվում ամիսներ, տարիներ շարունակ խոսքի համար, խոսք, որը դատապարտման է ենթարկվել եւ ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի։ Հիմա համեմատությունները եւ այս պարոն Մասիս Մելքոնյանին, դուք գիտեք, թե նա ով է, այդ հանրահայտ Մասիս Մելքոնյանն է, որին չէին նշանակում որպես դատավոր եւ այդ նշանակումը նույնպես վիճելի է եղել, այսինքն ըստ օրենքի նա պետք է ունենար հատուկ այդ ստանդարտներին համապատասխանել, բայց չէր համապատասխանել եւ նրան չէին նշանակում, բայց դատարանի որոշման հիման վրա նա կարողացել է դառնալ դատավոր եւ այս դատավորը արձակում է ակնհայտ անարդարացի դատական ակտեր եւ այս անարդարացի դատական ակտը այս պահին բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանում։ Վերաքննիչ քրեական դատարանի վարքագիծը ինձ եւ իմ վստահորդիս համենայն դեպս չներշնչեցին այնպիսի տպավորություն, որ դատարանը կարող է լինել արդար։ Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ այսօր այս եթերը պետք է մենք հեռարձակենք եւ ձեզ ես պետք է ցույց տամ Ցավում եմ, բայց պետք է ցույց տամ, թե ինչպես է մարդը մահացել, այսինքն ոչ թե մեկ հարվածից, այլ դաժանաբար ենթարկվել է ծեծի եւ այդ դաժանաբար ծեծի ենթարկողը գեթ մեկ օր չի գտնվել ազատությունից զրկված։ Դուք պատկերացնում եք եւ սա կոչվում է արդարադատություն Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա գնացել ենք Վերաքննիչ դատարան, Վերաքննիչ դատարանում մենք պահանջել ենք իհարկե, որ տեղի ունենա նախ վերավորակում, սա ոչ թե ուղղակի ծանր մարմնական վնասվածքներ պատճառել է, ես հիմա ձեզ պետք է ցույց տամ մարմնական վնասվածքների պատկերները, ամբողջ այս կողոսկրները կոտրված են, հարգելի հայրենակիցներ, դուք նայեք, գեմատոման գլխի մեջի ինչպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել այս տղամարդուն, բայց հասցնողը գտնվում է ազատության մեջ եւ հասցնողը ուղղակի ստացել է արտոնություն ում կողմից Մասիս Մելքոնյանի կողմից, սա ես ձեզ ցույց տամ, գլխի հատվածում ստացած հարվածները։ Հիմա հարց մեր դատական համակարգին, բարձրագույն դատական խորհրդին իդեպ դիմում բողոք է հղվել, բայց բարձրագույն դատական խորհուրդը նույնպես լռել է, հաշվի չի առել բողոքի էությունը, այդ թվում է նաև գտնվում դատախազությունը, գլխավոր դատախազությունը, Տիկին Աննա Վարդապետյան, այսօր մենք այցելել ենք, ձեզ ենք այցելել, ներկայացրել ենք խնդիրը, դուք խնդրից շատ լավ քաջ տեղյակ եք,
ձեր օգնական խորհրդականը մեզ ընդունեց, ասեց, որ եւս լրացուցիչ մի բողոք մենք ձեզ ներկայացնենք, մենք այդ բողոքը ձեզ ներկայացնում ենք, եւ գրավոր, եւ բանավոր։ Հիմա բողոքը կայանում է հետեւյալում. մենք պետք է հասկանանք վերջ ի վերջո Հայաստանի Հանրապետությունում, որ մարդկանց սպանում են, մարդկանց մահ են պատճառում։ Մենք պետք է հասկանանք կանոնը այդպիսին է, այլևս քրեական դատավարության եւ քրեական օրենսգիրքը փոխվել են, այսինքն եթե դու մահ ես պատճառում, դու կարող ես լինել ազատ, չպատժվել, բայց եթե դու խոսում ես ինչ-որ մի բանի մասին եւ ունես այլ կարծիք, ապա դու պետք է կրես ազատազրկման ձևով պատիժ։ Հիմա սա են օրենքները։ Այսպիսի օրենքներ են ընդունված Հայաստանի Հանրապետությունում։ Տիկին Վարդապետյան, այս նկարները, որը ես նոր հրապարակեցի, այս նկարները այդ թվում նաև բողոքի հետ կից ձեզ են ներկայացվել։ Ձեր դատախազը, չգիտես ինչու, դատարանում պատիժ էր պահանջում ընդամենը 7 տարի ժամկետով ազատազրկում։ Ինձ կբացատրեք, եթե մարդու մահ են պատճառել, դիտավորյալ հանցագործություն է տեղի ունեցել, այդ ոնց է լինում, էլի, որ 7 տարի եք ընդամենը պահանջում 7 տարի, այդ մարդու կյանքը մի կողմ, այս մյուսի վարքագիծը մյուս կողմում, այսինքն դուք ինչ է խրախուսում եք սպանությունները, Տիկին Վարդապետյան, սա առաջի պահանջը ձեզ, ինչու է պահանջվել 7 տարի ազատազրկման ձևով պատիժ եւ ինչու է մինչեւ հիմա դուք ինչու է մինչեւ հիմա դուք լռել եք մինչեւ հիմա եւ ակնհայտ անարդարացի դատական ակտ կայացնելու վերաբերյալ Մասիս Մելքոնյանին չեք կանչել պատասխանատվության։ Այդ ոնց է էլի լինում, Մասիս Մելքոնյանը օրինակ ոնց կարող էր նման դատական ակտ կայացնել։ Որևիցե մեկի նկատմամբ նման դատական ակտ չի կայացվել նման պայմաններում։ Ինձ կբացատրեք, ես չեմ հասկանում։ Ոչ միայն ինձ, նաև լայն հանրությանը։ Այդ ոնց է լինում, որ մարդուն սպանում են եւ սպանություն կատարողը, ծանր մարմնական վնասվածքներ հասցնողը, որը հասցրել է եւ բերել է մարդու մահվանը, այս մարդը կարող է գեթ 1 օր չգտնվել ազատազրկման վայրում։ Սա անբացատրելի մի դեպք է, հարգելի հայրենակիցներ, որը տեղի է ունենում, ես արդեն համոզված եմ, որ էլի կան նման դեպքեր, բայց երբ հանցագործները չեն պատժվում, դա խրախուսում է նաև այլ անձանց է խրախուսում, որ կատարեն նույնատիպ հանցագործություններ։ Իսկ մենք այլ դեպքով, երբ դուք իմ պաշտպանյալին Ստեփան Սամվելյանին մեղադրում էիք, իբրև թե ինչ-որ գործողություն, փորձ կատարելու մեջ, նրան պահեցիք այդ հիվանդ մարդուն, 3 ամիս պահեցիք ձեր այդ գարշելի բանտախցերում, զրկեցիք նրան բուժօգնությունից։ Այս ոնց է էլի լինում։ Մի դեպքում որևիցե մեկը կալանավորված չէ, երբ կա մահ, հիմա էլի ցույց տամ ես այս նկարը, այս գեմատոմաները ցույց տամ ձեզ, այս կոտրվածքները ցույց տամ ձեզ, ոնց են կոտրել, ջարդել, ամբողջ մի հատ նայեք, ոնց է կոտրված, այս կոտրված մարդը, հիմա մի հատ է ցույց տամ ոտքերի մասում նաև, դեմքը չցույց տամ, այս մասերը չցույց տամ, բայց ոտքերի մասում նաև ցույց տամ վնասվածքները, այս դեպքում այդ ոնց է էլի պատահում, որ մարդուն տվել են ջարդ ու խուրդ են արել, վերջը սպանել են, այսինքն մահ է վրա հասել, եւ այս կատարողը այդ հանցագործության որևիցե կերպ չի պատժվում։ Սա անբացատրելի է ձեր վարքագիծը, Տիկին Վարդապետյան։ Ես հասկանում եմ, որ դուք այնքան ծանրաբեռնված եք, այնքան գույքի բռնագանձման գործերով եք զբաղված, ինչ որ ասում եք, քանի միլիոն գումարներ եք ինչ որ հետ բերում պետական բյուջե, ես հասկանում եմ դուք ծանրաբեռնված եք, բայց ում են պետք այդ բոլոր գումարները, եթե մարդուն դուք չեք կարողանում ապահովել մարդու կյանքը եւ անվտանգությունը։ Եվ հանիրավի հազարավոր մարդկանց
այսօր տեղավորել եք բանտախցերում։ Իսկ նրանց ովքեր ում տեղն է բանտախուցը, դրանց պահում եք ազատության մեջ, որ էլի կատարեն հանցագործություններ։ Այսքանն էր այսօրվա իմ եթերը, հարգելի հայրենակիցներ։ Այս գործի ելքը մենք սպասում ենք Վերաքննիչ դատարանի կողմից։ Ես գրել եմ Վերաքննիչ դատարանի դատավորների անունները, դա Նարինե Հովակիմյան, նաև այլ նախագահությամբ Նարինե Հովակիմյանի և ևս երկու դատավորներ Էդգար Մանասյան, իդեպ այս Էդգար Մանասյանը գյումրեցի է, բայց այնպես չէ, որ նա արդար դատավոր է, և Վաչե Մարգարյան, այս դատավորներն են գործը քննում, այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում, ես չգիտեմ իրենց վարքագիծը ինչպիսին կլինի, արդյոք նրանք նույնպիսի վարքագիծ կդրսևորեն ինչպես պարոն Մասիս Մելքոնյանը, բայց այնուամենայնիվ այնպես չէ, որ այդքան հեշտ է լինելու նման վարքագիծ դրսևորել, ինչպիսին դրսևորել է Մասիս Մելքոնյանը։ Մասիս Մելքոնյանը իր այս դատական ակտի համար պետք է պատասխանատվության կանչվի, որովհետև չի կարող այդպես լինել, որ մարդուն ծեծելով այնպիսի մարմնական վնասվածքներ դիտավորությամբ հասցնել, որպիսի պատճառներով մարդը մահանա և տվյալ պատճառողը ուղղակի պատիժ չկրի, պատկերացնում եք դուք, ուղղակի պայմանականորեն պատիժը չկիրառեն, բայց այն մնացած դեպքերում, որ որևիցե տուժող չկա, մարդիկ ասում են մենք չենք տուժել, մեզ ոչ մի վնաս չի պատճառվել, ուղղակի փորձեր են եղել, այդ մնացած հանցափորձերի դեպքում, այդ ինչպես է լինում, որ մարդկանց դատապարտում եք 5 տարի, 6 տարի, 7 տարի ազատազրկման, բանտերը լցնում եք նման մարդկանցով, այդ ինչպես է էլի լինում, թե ես կարող եմ ճիշտ հասկանալ, այդ մարդիկ փող չեն ունեցել, որպիսի կաշառեն հավանաբար ինչ-որ մի դատավորի, դրա համար հայտնվել են 6, 7, 5 տարի բանտախցերում, բայց եթե մարդը ուրիշ ինչ կերպ պետք է մենք հասկանանք, եթե սա կոռուպցիա չէ, որովհետև նման բան հնարավոր չէ, որ տեղի ունենար, ուրեմն այդտեղ կա մոտիվացիա, որն է այդ մոտիվացիան, իհարկե պետք է լիներ այդ մոտիվացիան կոռուպցիան, այդպես եմ ես կարծում և ենթադրում, ուրիշ կերպ չեմ կարող կարծել և ենթադրել, որովհետև ուրիշ կերպ արդար դատական ակտ, անարդար նման դատական ակտ չէր կայացվի, հիմա որտեղ է, այդ հակակոռուպցիոն կոմիտեն, որ բոլոր մարդկանց գաղտնա լսում է, ամիսներ շարունակ, հետո չի կարողանում գործ կարի, գործ ձևի, այն կարկատած լաթերից ինչ-որ բաներ է կարում և փորձում եք այդ ձևի լաթերը ուղարկել դատարան, այդ ձեր հակակոռուպցիոն կոմիտեն, ինչի այդ գաղտնալսումներ, ներքին դիտում, արտաքին դիտում չի անում, օրինակ, դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ, հենց այս դատական ակտի շրջանակում, օրինակ ինչի չի անում այդ գաղտնալսումները, մենք տեսնի, ինչու է այս մարդը, հիմա կոռուպցիայի հետ կապված, ենթադրություններ ունենք, այդտենց եք չէ գնացեք գաղտնալսել, օրինակ պարոն Վարդան Ղուկասյանին դեռ չէր ստանձնել իր պարտականությունները որպես քաղաքապետ, հիմա ես հուշում եմ, հակակոռուպցիոն կոմիտե, մի հատ գնացեք, զբաղվեք դատավոր Մասիս Մելքոնյանով, դատավոր Մասիս Մելքոնյանը ոնց է կայացրել այս դատական ակտը, մի հատ զբաղվեք, հիմա ես ունեմ նաև մտավախություն, որ այլ դատավորներն կարող են նույն ձևի վարքագիծ դրսևորել, դրա համար ասում եմ հակակոռուպցիոն կոմիտե, զբաղվում ես 6-7 ամիս լսել ես, գաղտնալսել ես, փորձել ես մտնել մարդկանց անձնական կյանքի մեջ, ոչ մի բան, բայց ի վերջո արդյունքում չես կարողացել լսել, բայց հիմա ես ձեզ հայտնում եմ, գնացեք լսեք, Մասիս Մելքոնյանին մի հատ լսեք, տեսեք ինչով է Մասիս Մելքոնյանը զբաղվում, ինչ գործեր է անում և ոնց է կայացրել այս գործով դատական ակտը,
այս գործով դատական ակտը ոնց է կայացրել Մասիս Մելքոնյանը։ Ես ուղղակի ձեզ հիմա հայտնում եմ, գնացեք լսեք։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, մինչև այլ եթեր, որպեսզի ես նաև ձեզ փոխանցեմ էլի մեկ այլ գործով, էլի կրկին մահվան դեպքով փաստեր եւ քնության այսենց դոփելը նույն տեղում, ինչու, որովհետեւ դրատակել է կոռուպցիա։ Կոռուպցիան ծաղկում է, բայց այդ ծաղկունքի մեջ գտնվող անձանց ուղղակի անտեսում են, ուղղակի թողնում են, որ նրանք կատարեն այդ կոռուպցիոն գործողությունները։ Այսքանը